հավատքը պետք է հնազանդություն սովորեցնի մարդուն։ Եթե չկա հնազանդություն, ուրեմն դա ճշմարիտ հավատք չէ։ Ուրեմն բավական չէ միայն հավատալը, այլև այդ հավատքի մեջ դու նաև պիտի կարողանաս Տիրոջ կամքին հնազանդվել։ Այսօր մարդիկ կան, որ անդադար դժգոհ են իրենց կյանքից, քրիստոնյա են, բայց ամեն բան ուզում են իրենց ուզածով լինի, որովհետև իրենց կյանքի մեջ չկա Աստծո կամքը։ Իրենք ամեն ինչ ուզում են անել, որպեսզի այդ կամքը ինչպես իրենք են ուզում, այդպես լինի։ Կան չէ՞ մարդիկ, որ նույնիսկ աղոթում են, որ Աստծո կամքը փոխեն։ Դրա համար Հիսուս ասում է հեթանոսների պես շատախոս չլինեք։ Ինչու՞։ Աղոթքի մեջ, ասում է, որովհետև հեթանոսները որ շատ աղոթում են, կարծես թե շատ աղոթելով Աստծուն կհամոզես։ Այնպես երբ որ մարդը չի ասում Տեր, թող քո կամքով լինի, ամենագեղեցիկ օրինակը Հիսուսը մեզ սովորեցնում, ասում է Տեր, եթե կարող ես, այս բաժակը ինձանից հեռացրու, բայց թե ոչ թե իմ, այլ քո կամքը լինի։ Ուրեմն Հիսուս ցույց է տալիս, որ եթե Տերն ուզում է, որ դու նեղության մեջ լինես, ցավ կրես, ուրեմն դրա կարիքը կա քո փրկության եւ ուրիշ մեկի փրկության համար։ Հիշում եք Պողոս Սարաքյալի խոսքը, մի ուրիշ տեղ ասում էր մարմնից մեզ ցավ կար։ Փշի պես ծակում էր, ասում է 3 անգամ խնդրեցի, որ Տեր, այլևս այդ ցավերին չեմ դիմանում, խնդրում եմ, այս ցավը հանիր ինձանից։ Տերն ասեց դու իմ շնորհն ունես, բավական է դա քեզ։ Ուրեմն երբ որ պետք է մնա ինչի համար այդ ցավը պիտի մնա քո մեջ, որպեսզի չհպարտանաս։ Ինչի պիտի ցավ ունենաս, որպեսզի հանկարծ չմտածես հպարտության մեղքի մեջ ընկնելով ամբողջ ունեցածդ կորցնես։ Ուրեմն ամեն բանի մեջ դու պիտի հնազանդվես Տիրոջ կամքին, որպեսզի Տերը քեզ սովորեցնի բարձրանալ։ Եթե նրանք Տիրոջը հնազանդել չեն ցանկանում, ուրեմն նրանք չեն կարողանել ճանաչել Աստծուն, որտեղ Աստված բնակվում է խոնարհների եւ հեզերի մեջ։